Գիտեք, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին եւ վարչապետի թեկնածու է առաջադրվել ինքը Սամվել Կարապետյանը։ Ես Սամվել Կարապետյանին եմ ընտրում, չեմ թաքցնում, ես իրան շատ լավ ճանաչում եմ, շատ լավ եմ ճանաչում, ինքը այն մարդն է, որ ամեն ինչ կանի մեր ազգի համար։ Անկախ իրանից ես ոչ վախենում եմ, ոչ էլ ոչ մի բան, ես իրան եմ ընտրելու։ Սամվել Կարապետյանին եմ ընտրելու ես որպես մեծատառով մարդ ինքը։ Սամվել Կարապետյանը մենք որպես բարերար ենք ճանաչել միջև հիմա։ Հիմա ված չէր, որ ինքը արդեն ապահովված ամեն ինչով ուզում էր մտնել քաղաքականություն։ Սամվել Կարապետյանը շատ մտածող անձնավորություն է եղել, որ հասել է այդ քայլերի, այն էլ լավոտար երկրում, ոչ թե իր երկրում։ Իր թիմը պիտի ուժեղ լինի, ոչ մի մարդ մենակ չի կարա, սուտ է։ Իր թիմը պիտի ուժեղ լինի։ Դրական ինքը ընդհանրապես ինչ ասում է, անում է, խոսքի տեր մարդ է։ Կարծում եք, որ Սամվել Կարապետյանը այն ուժն է, որ կարա երկիրն այս վիճակից։ Հա, ես համոզված եմ դրանում, էլի։ Ինքը ինչ ասել է, արել է, հետո ինքը Հայաստանի համար, Արցախի համար շատ բաներ արել։ Էդի ուղղակի ես իրան մեղադրում եմ մի հարցում, որ ինքը բան է պահել, էլի, շատ համեստ է պահել։ Օրինակ ես կարամ ասեմ, դաժե երևի մի տարի առաջ եմ իմացել իր բարեգործությունը, չեմ իմացել, լուրջ եմ ասում։ Ինքը ուրիշների նման 40 անգամ ոնց որ ասեց չի ասել, էլի, որ ես բարեգործություն եմ արել, ես եմ արել, այն եմ արել, բայց մարդը արել է, համեստ է պահել։ Ես դրան եմ մենակ մեղադրում իրան։ Ես շատ լավ եմ վերաբերում Սամվել Կարապետյանին իհարկե։ Նա մեր բարերարներից մեկն է, որը հայ ժողովրդի համար եւ արցախցիների համար շատ բան արել։ Ես հավանություն եմ տալի իրեն, բայց կարող է ես իհարկե դա իմ կտրեմ, դա իմ կարծիքն է, ես չեմ գա, հա, որովհետեւ ինձ պետք է երիտասարդ ուժեր, ոնց ասեմ, հայրենիքին նվիրված, ոնց որ ես նշեցի, հայրենիքին նվիրված, ազգին նվիրված ու երբեք իր անձնականը չգերադասող, իր անձնականը վեր չգերադասող։